Լավ ժողովուրդ, այս email-ների օրենքի նախագծի վերաբերյալ, որ պլանավորում են Հայաստանում բոլոր սմարթֆոնների email կոդերը գրանցել մի հատ ընդհանուր դատաբազայում, քանի որ սա վերաբերում է tech ոլորտին, ես հիմա մանրամասն ուսումնասիրում եմ օրենքի նախագիծը e-draft հարթակում, որտեղ իմ գնահատման բավականին մոլորեցնող, հակասական ու խնդրահարույց պահեր կան։ Դրա համար ես մի քանի տեղ նամակներ եմ գրել, զրուցում եմ տարբեր ոլորտի մասնագետների հետ, փորձագետների հետ, որ ոչ թե ուղղակի հուզական ֆոնի ներքո ինչ-որ վախացնող բաներ ասեմ, այլ իրոք հասկանամ որտեղ են վտանգներն ու ռիսկերը։ Ու այս ամեն ինչը պարզաբանելուց հետո իմ YouTube-յան ալիքում մի հատ մեծ բացատրողական վիդեո կսարքեմ, որտեղ կբացատրեմ ինչ է email-ը ու ընդհանուր առմամբ այս օրենքի նախագծի հետ կապված ռիսկերն ու վտանգները։ Եթե փորձեմ պարզ բացատրեմ, email-ը դա սմարթֆոնի SIM կամ eSIM մոդեմի իդենտիֆիկացնող համարն է։ Դա նախատեսված է, որ բջջային օպերատորները կարողանան իդենտիֆիկացնել իրենց ցանցին կապված սարքերը։ Այսինքն ճիշտ հասկացաք, ձեր սմարթֆոնը սպասարկող բջջային օպերատորի մոտ արդեն կա սմարթֆոնի email կոդը։ Այստեղ հիմնական վտանգը այն է, որ բոլոր ինֆորմացիաները հավաքվելու է միտեղ ու էլի խառը բաներ կա այս պատմության մեջ, որ երկար վիդեոում կբացատրեմ։ Բայց մինչև այդ երկար վիդեոն հիմա ես չեմ ասում ուղղակի հանգստացնելու համար, մենակ այդ 15 թվից բաղկացած email կոդով ոչ մեկ չի կարա մտնի ձեր սմարթֆոն նկար նայի, նամակ գողանա ու տենց վախենալու բաներ։ Նայեք, եթե email կոդը տենց վախենալու ու վտանգավոր բան լիներ, ձեր սմարթֆոնի տուփի վրա տենց բաց տեքստով գրած չէր լինի։ Այմա եթե ձեր սմարթֆոնի տուփը վերցնեք, հետևը գրած է email կոդը։ Ու էլի սմարթֆոնին վերաբերվող կոդեր։ Հա, նայ, ոչ մեկ չի կարա ձեր սմարթֆոնը տենց բլոկի, արգելափակի, անջատի։ Սմարթֆոն արտադրողները նմանատիպ ֆունկցիա չեն ներդնում սմարթֆոնի մեջ, որ կամայական ինչ-որ երրորդ կողմ կարողանա սմարթֆոնը ուղղակի հեռավար կարգով անջատի։ Այստեղ ավելի շատ խոսքը նրա մասին է, որ ձեր բջջային օպերատորը կարա ձեր սմարթֆոնը ցանցից անջատի։ Այսինքն, եթե ձեր սմարթֆոնում SIM card դնեք, ինքը ուղղակի չի աշխատի, չեք կարողանա զանգեր անեք, զանգեր ստանաք ու SIM-ի հետ կապված բոլոր ֆունկցիաները։ Ու հա, կարելի է ասել արգելափակվում է սմարթֆոնում SIM card-ից օգտվելը, բայց ոչ սմարթֆոնը։ Համենայն դեպս, եթե հետաքրքրում է այս թեման, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, եւ պատկերը համեմատաբար պարզ լինի, մի հատ երկար վիդեո կպատրաստեմ այս թեմայի վերաբերյալ։